Այս անգամ մենք այցելել ենք Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության փակ տարածք։ Այստեղ Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը մեզ ներկայացրեց վարժարանի պատմությունը։ Ի սկզբանե այստեղ եղել է ցեղասպանությունից փրկված որբերի մանկատուն, իսկ հետագայում դարձել է մեր Սփյուռքի լավագույն կրթական հաստատություններից մեկը, որը տվել է հազարավոր շրջանավարտներ։ Նրանք աշխարհի տարբեր կետերում հասել են մեծ հաջողությունների։ Վարժարանը փակ է շուրջ 20 տարի եւ պատկերացնում եք հաջորդ տարի նա կդառնա 100 տարեկան։ Ես հույսով եմ, որ մենք իմաստուն կգտնվենք եւ անտեսության չենք մատնի այն վայրը, որը տասնամյակներ շարունակ եղել է հայապահպանության կարևոր կետը։ Իսկ հաջորդ եթերում մենք ձեզ կպատմենք Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի մասին, որտեղ Տեր Մոմիկը մեզ ներկայացրեց Կիպրոսի հայկական հոգևոր ժառանգությունը։ Անպայման լայք դրեք, որ նյութը տարածվի եւ մեկնաբանություններում գրեք, որ երկիր գնանք մյուս անգամ։ Շնորհակալություն։